Ողջույն բոլորին։ Թամարա Գլոբալ միանգամից 6 նշանի զգուշացրել է, որ իրենց անհավանական հաջողություն է սպասվում ապրիլի 1-ից։ 2025 թվականի ապրիլի 1-ից կենդանակերպի աշխարհը պատրաստվում է անհավանական փոփոխությունների։ Աստղերը հարթվում են բարենպաստ կոնֆիգուրացիայի մեջ, դռներ բացելով նոր հնարավորությունների համար միանգամից 6 հաջողակ նշանների։ Հայտնի աստղաբան Թամարա Գլոբալն զգուշացրել է, որ կենդանակերպի այս նշաններին սպասվում են անհավանական հաջողություններ և նորացումներ իրենց կյանքում։ Եկեք պարզենք, թե ով է լինելու այս գարնանային հաջողակները։ Ձկներ, ստեղծագործական թռիչքի ժամանակն է։ Ձկները պատրաստվում են իրենց ստեղծագործական էներգիայի թռիչքին։ Վեներայի և Նեպտունի ազդեցության տակ նրանք կկարողանան կյանքի կոչել նույնիսկ ամենահավակնոտ նախագծերը։ Գեղարվեստական գաղափարների իրագործում, ռոմանտիկ հարաբերությունների ամրապնդում, ռոմանտիկայով լցված նոր պատմությունների սկիզբ։ Ձկների համար կարևոր է չվախենալ փոփոխություններից և համարձակորեն առաջ շարժվել աստղերի բարենպաստ դիրքից օգտվելու համար։ Խեցգետին կարիերայի աճ և նոր հորիզոններ։ Խեցգետինները կարող են ակնկալել կարիերայի աճ և ազդեցիկ կապերի ի հայտ գալ։ 2025 թվականի ապրիլին նրանք կարող են ակնկալել ղեկավարության աջակցություն նոր գաղափարների իրականացման գործում, կարևոր գործուղումներ, որոնք նոր հեռանկարներ կբացեն ֆինանսական դիրքի ամրապնդում։ Այնուամենայնիվ, խեցգետինների համար կարևոր է հիշել աշխատանքային և կյանքի հավասարակշռության մասին գերաշխատանքից խուսափելու համար։ Կարիճներ, հաջողության և անձնական աճի էներգիա։ Կարիճները կարող են ակնկալել ուժի և ինքնավստահության հզոր աճ։ Մարսի ազդեցությունը նրանց կպարգևի նպատակներին հասնելու վճռականություն, էներգիա հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, խարիզմա, որը նոր հնարավորություններ է գրավում 2025 թվականին։ Այս ընթացքում կարիճների համար նշանակալի ձեռքբերումների ժամանակ կլինի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտում։ Երկվորյակներ, համարձակ որոշումների ժամանակն է։ Երկվորյակները պատրաստվում են էներգիայով և ոգեշնչմամբ լի ժամանակաշրջանի, համարձակ հավակնությունների մարմնավորումներ, նոր կարևոր նախագծերի սկիզբ, կարիերայի արագ աճ և անձնական հարաբերությունների ամրապնդում։ Երկվորյակների համար կարևոր է ակտիվ և վճռական լինել, որպեսզի օգտվեն այս հզոր ազդակից։ Արյուծ, ֆինանսական առաջընթաց։ Արյուծներին հաճելի անակնկալ է սպասվում եկամտի հանկարծակի և անսպասելի աղբյուրի տեսքով։ 2025 թվականի ապրիլը կլինի ժամանակը ֆինանսական առաջընթացի, անսպասելի կանխիկ գումարի ստացման, ֆինանսական վիճակի բարելավման։ Արյուծները պետք է պատրաստվեն խելամտորեն օգտագործելու ստացած գումարը։ Խոյ, փայլուն գաղափարներ և ֆինանսական հաջողություններ։ Խոյերը կլինեն ապրիլի առաջատարները, քանի որ Վեներան և Մերկուրին կլինեն նրանց նշանում։ Նրանց կյանք կմտնեն փայլուն գաղափարներ, որոնք կբերեն հեշտ և արագ փող, հաջողություն բոլոր ջանքերում և ֆինանսական բարեկեցություն։ Դե ինչ, շնորհավորում ենք կենդանակերպի այս 6 նշաններին այսպիսի հետաքրքիր կանխատեսում ունենալու համար և շնորհակալություն ենք հայտնում Թամարա Գլոբալին։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն և իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ և բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ և նպատակասլաց։ Այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ և տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ամեն ինչ կկրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան և կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան և ընտանիքի վրա։ Նաև հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում, վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք։
բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժ խնդիր լինել։ Նրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք՝ տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում, մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։